երբ Թրամփը այս նոր իր վենեսուելական այսպես անուն ենք դրել միջազգային խաղի կանոնները, որոշում է իր ազդեցության գոտիները եւ ասում է, որ ես եմ այստեղ այսպես որոշողը կգրավեմ, կանեմ եւ այլն։ Հիմա երբ Հարավային Կովկասը մշտապես համարվել է խորհրդային միության Ռուսաստանի ազդեցության գոտի, այս նախաձեռնության մեջ Ռուսաստանը նույն այդ ամերիկյան օրինակ 70 քանի տոկոս, որ ասում է կարող են ընկերություններին հնարավոր կա նաև այս Մոսկվա, Վաշինգտոն բանակցությունների ֆոնին ներգրավվածության որևէ կազմակերպություն, որտեղ այդպիսի լուր կար, որ ամերիկացիները ակնարկել են, որ կարող են օրինակ ռուսներն էլ մասնակցեն։ Հնարավոր համարում եք։ Ես հիշեցնում եմ նաև Եվրոպական միությունն էր ցանկություն հայտնել եւ հայկական իշխանություններին ասել են, որ դեռ չէ, դա քննարկման մեջ է։ Ռուսական ներգրավվածության հարց իրոք շատ կարևոր եւ շատ հետաքրքիր հարց է տալիս։ Տեսեք, Հայաստանը ասում է, ես կտամ ճանապարհ, միջանցք, եւ փոխանը դե մենք էլ ենք, տեսեք, արդեն դրական ազդեցություն ունի, Հայաստան ինչ-որ ապրանքներ են գալիս, Ռուսաստանից են գալիս, Ռուսաստանով են գալիս, ռուսական են գալիս, այսինքն թրիփի դիմաց ասում են, տեսեք, ռուսական սորեն եկավ Հայաստան։ Հիմա եթե դու Ռուսաստանին խաղից դուրս ես դնում, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ տնտեսական հարթության մեջ։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, վերջապես Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ սահմանահատումները ԵԱՏՄ ընթացակարգերով են որոշվում։ Եվ երբ ես ասում եի գալու եմ թավոք սրտի սրանց վարած քաղաքականության արդյունքում կարող է գա մի պա, երբ ասեն կամ, նաև սա է նկատի ունեի, որովհետև Ռուսաստանը սա համարում էր իր ազդեցության գործի, հիմա եւ Սալավյովի վերջերս գրեի արտահայտությունները, որոնք հնչել են, դա նաև դրա բովանդակային բազիսը նայենք, էլի, այո, Ամերիկան ասում է Ամերիկա մարտհամակը հիմնա, Պանամայի ջրանցքի համար շատ կարևոր է, Գրենլանդիան Ամերիկային ավելի մոտ է, Արկտիկ շրջանին ավելի մոտ է, դա ինն է։ Հիմա նույն տրամաբանությամբ ռուսները կարող են ասեն դե սա էլ ինն է։ Եվ այստեղ արդեն այս գեոպոլիտիկ բախման չինացիները մյուս կողմից կան, որտեղ ստեղ նաև միջին միջանցքի տրանսկասպյան ուրեմն միջանցքը դա նաև միջին միջանցք է կոչում, այս հարցը կա։ Եվ այս հարցերում այս արտաքին քաղաքականությունը լուրջ իրանց վարած կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնացնի Հայաստանին։ Եվ ելի եմ ասում Իրանի հարցը ենթադրաբար այս ոճի թուղթ պետք է ստորագրվեր J.D. Vance-ի գալու ժամանակ, դա իմ ենթադրությունն է, արդյոք J.D. Vance-ը այլևս չի գալու, եթե գալու է ինչ են ստորագրելու կամ ինչի Արադ Միրզոյանը սենց արագ գնաց։ Ես կարծում եմ, որ այո, ես կարծում եմ, որ կա այդ խնդիրը Իրանում այս անորոշությունների եւ ռիսկային ֆոնի վրա է դա տեղի ունեցել, հիմա չգիտենք։ Արագացվել են գործընթացը։ Կարծում եմ այո, եւ ստեղ էլ եմ ասում շատ լուրջ խնդիրներ կան, որովհետեւ մեր անվտանգությունը, անկախությունը մենք կարողացել ենք ապահովենք գոնե մինչև 20 թվական, որովհետև ունեցել ենք ազնիվ աշխատանքային հարաբերություններ, թե հյուսիսի, թե հարավի, թե արևմուտքի, թե օվկիանոսից այն կողմ արևմուտքի հետ։ Այստեղ ես այդ ռիսկը տեսնում եմ։ Այսպիսի թուղթել, այսինքն Ադրբեջանը Ամերիկայի հետ պետք է ստորագրի իր հատվածով, թե չէ։ Այստեղ իր հատվածի խնդիր չկա, այստեղ որևէ ստորակետ չկա, թե Ադրբեջանի տարածքով Հայաստանի ինչ անցում է ստանալու։ Այստեղ խոսքը վերաբերվում է, մտնում ես Հայաստանի հարավ-արևելքից, լավ, Մեղրի նախկին շրջանի արևելքից, դուրս ես գալի Մեղրի նախկին շրջանի արևմուտքից գնում ես դեպի Նախիջևան։ Այդ հատվածին այդ 42 կիլոմետրին է վերաբերվում, չնայած ասում է տեղը դեռ չենք որոշում, կարող է 42 չի, մի քիչ բարձրանա, մի քիչ իջնի։ Եվ մյուս խնդիրը վերջը հասկանանք, որովհետև այդ trip ասած ինքը ընդհանրապես ինչ տարածք ունի, չէ՞, կա որտեղ երկաթգիծ, ճանապարհ, գազամուղ, նավթամուղ, հոսանք, ինտերնետային մալուխ, ինչքան է այդ տարածք։ Բավականին հարցեր կան, որ առաջի հարցը եղավ, արդյոք հարցերին պատասխանը ստացակ, չէ, ավելի հարցեր առաջացան։ Իրականում այն հարցերը, որոնք ունեինք օգոստոսի 9-ի առավոտյան կամ օգոստոսի 8-ի ուշ գիշերը,
իրանք մնացել են անպատասխան։ Այսինքն խաղաղության Փաշինյանը որտեղ այսօր իր հիմնական ուղերձում նորից խաղաղություն բառն է օգտագործել այս նախաձեռնությանը, որ սա եւս մեկ քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ այլն, սրանով այդ հարցը ձեզ չի լուծվում։ Չէ, չի լուծվում, որովհետեւ Ադրբեջանը աստային նկատմամբ ունի լուրջ պահանջներ։ Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է, ստեղել է, թե տեսել եք, այս փաստաթուղթը բառացիորեն եթե նայեմ, ասկան այս շրջանակը ինքը ոչ ամերիկյան, ոչ հայկական կողմի վրա որևէ իրական պարտականություն չի դնում, այնպես որ ինչի իման վրա Փաշինյանն ասում թե վերջ, արդեն խաղաղությունը, երեկել եթե չեմ սխալվում ասում է, տեսեք արդեն խաղաղությունը բենզինը 15%-ով էժանացավ, դե թող գնան նայի, իսկ հեղուկ գազը ինչքանով է թանկել։ 210, այսօր միտեղ նույնիսկ 230 դրամ տեսա։ Գաղտնի չի, որ ես ինքս եւ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը մեքենաները գազով են շահագործում։ Եվ բենզինի 15%-ը չի ունենա այն դրական ազդեցությունը, քան թե հեղուկ գազի 15%-ով թանկացումը։